Մեդիան մեզ շրջապատում է ամենուր, հեռուստացություն, սոցիալական ցանցերում, ինտերնետում, բայց արդյոք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում մեդիան եւ ինչ է նշանակում մեդիագրագետ լինելը։ Եկեք պարզենք, թե ինչ են մտածում մեր դպրոցի սաները։ Մեդիան? Չգիտեմ։ Մեդիան ինձ համար դա ինչ-որ մի ասենց ասած, նա ինչ-որ էլեկտրոնային ինչ-որ բան է, որ մարդիկ կարող են մտնել եւ դրանից օգտվել ճիշտ, եւ մարդիկ պետք է ունենան իրենց գաղտնաբառերը եւ այնպես գաղտնաբար մտածեն, որ ոչ ոք չկարանա այդ գաղտնաբառերը բացի։ Այն է, որ դու նրան կարող ես ինչ հարց ուզես տաս եւ նա քեզ ճիշտ է կպատասխանի։ Մեդիա։ Այո։ Լավ։ Երաժշտություն, էլեկտրոնիկա, ճիշտ օգտվելու ձև։ Մեդիան դա համացանցն է, որտեղից մենք բոլորս պետք է օգտվենք ճիշտ, որպեսզի մեր տվյալները շատ մարդկանց մոտ չհայտնվեն։ Պետք է մենք ճիշտ օգտվենք, քանի որ միշտ չէ, որ ամենտեղ ճիշտ ինֆորմացիաներ կան։ Գիտությունը ինձ համար դա շատ մեծ բան է։ Օրինակ համակարգչով մենք որ շատ ենք աշխատում, դա ինձ սովորեցրել է, որ մենք համակարգչով ինչ օրինակ տեղեկություններ ստանանք կամ կեղծ լուրեր ստանանք ինչ-որ բաների մասին, թե ինչն է կեղծ լուրը, ինչը կեղծ լուրը չէ, որ 1439 թվականին եղել է false news բառը, false news-ը, որ կեղծ լուր է այդ բառը։ Անգլերեն բառը է դա, որ նշանակում է հայերեն բան, չէ, կեղծ լուր։ Մենք պետք է ստուգենք ինքը իրանց հեղինակը ով է, իրանց իսկությունը պետք է ստուգենք, իրանց աղբյուրները եւ այլն։ Մեդիագրագիտությունը այդ համակարգչային գիտությունն է, իսկ դրանից պաշտպանելու համար մենք պետք է մեր տվյալները փոխենք մեր կոդերը եւ ավելի զգուշ օգտվենք համակարգչից։ Այնպիսի գաղտնաբար, որը պարունակի այնպիսի միջքեր, որը ոչ մեկ չկարողանա բացել ու վերջ։ Համացանցի ճիշտ օգտվելն է, այսինքն կասկածելի հողումներով չմտնել, տեղեկությունները վերցնել հավաստի աղբյուրներից, ամեն ինչը որպես ճիշտ չընդունել, ամեն ինչին մոտենալ քննադատաբար։ Ուրիշ։ Անձնական տվյալներ չենք տալիս ուրիշներին, լինենք ուշադիր։ Համացանցը դարձել է մեր կյանքի կարևոր եւ միաժամանակ ամենավտանգավոր գործոններից մեկը։ Համացանցից օգտվելիս կարևոր է հասկանալ այս սպառնալիքները, օրինակ ծրագրական ճարտարագիտությունը կամ վնասակար այլ միջոցները։ Սպառնալիքը հայացակետ է խախտման կամ փոփոխական երևույթների գործառույթ։ Սոցիալական ճարտարագիտական հարձակումները կիբերհարձակման զգալի մասն են կազմում։ Դրանք լինում են 3 տեսակի։ Առաջինը պատրվակը, երկրորդը որսիչը եւ երրորդը դեղարարը։ Պատրվակը հարձակման այն տեսակն է, երբ հարձակվողը պատրվակ է հորինում անձնական տվյալներ կորզելու համար։ Որսիչը հարձակման այն տեսակն է, երբ հարձակվողը հայտնի կազմակերպությունների եւ հայտնի մարդկանց անունից տնօրինում է անձնական տվյալները։ Դեղարարը հարձակման այն տեսակն է, երբ հարձակվողը իրական կայքից վերաուղղում է կեղծ կայք։ Վնասակար ծրագրերը շատ են, սակայն մենք կխոսենք հետևյալ վնասակար ծրագրերի մասին. տրոյական ձին, որդերը եւ լրտեսական ծրագրերը։ Տրոյական ձին ամենավտանգավոր ծրագրերից է, որը կարող է հանդես գալ իբրև օգտակար ծրագիր, լավ վտանգավոր վիրուս է եւ այդպիսով մոլորեցնել օգտատիրոջը։ Որդերը վնասակար ծրագրեր են, որոնք թիրախավորում են համակարգչային ցանցերից, լրտեսականը արդեն գաղտնի կերպով են թիրախավորում համակարգչային ցանցերը։ Ցանցային հաքեր արտահայտությունը առաջին անգամ հայտնվել է անցած դարի 50-ական թվականներին։ Ցանցայինները լինում են 3 տեսակի՝ սև, սպիտակ եւ մոխրագույն։ Սև ցանցայինների հիմնական նպատակն է օգտագործելով իրենց տեխնիկական ունակությունները շահագործել եւ վնասել մյուսներին։ Սպիտակ ցանցայինը սև ցանցայինի հակադիր մարմինն է, որը ի նպաստ աշխատում է պետական մարմինների եւ մեծ կառույցների անվտանգությունը։ Մոխրագույն ցանցայինները երբեմն կարող են խախտել օրենքները կամ տիպիկ էթիկական չափանիշները, բայց երբեք չեն կարող նմանվել սև գլխարկներին։ Մեդիագրագետ լինելու համար անհրաժեշտ է հետևել այս մի քանի կանոններին։ Օգտագործել եզակի եւ բարդ գաղտնաբառեր, չգործարկել նամակներով ուղարկած կասկածելի հղումները։ Օգտվել ամենտան կայքերից եւ միացնել երկրորդը նույնականացումը։ Զգուշանալ հանրային Wi-Fi ցանցերի օգտվելիս։ Հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են App Store-ը եւ Google Market-ը։
Տեղադրել հակաբրուսային ծրագրեր եւ պարբերաբար թարմացնել զննարկիչները։ Երբևէ մտածել եք, թե ձեր օգտագործած տեղեկատվությունը որքանով է ճիշտ։ Ժամանակակից տեղեկատվական խելահեղ խոսքերում կողմնորոշվելը դարձել է այսօրվա քաղաքացու առօրյա խնդիրներից մեկը։ Հարթակների, գործիքների, միջոցների բազմազանության մեջ ինֆորմացիան մանիպուլացվում է, ինչն էլ իր հերթին ազդում է մարդու զգացմունքների, պատկերացումների, որոշումների վրա, մոլորեցնում ու շփոթեցնում է։ Ապա տեղեկատվության աճը մտահոգում է մարդկանց ամբողջ աշխարհում։ Մեդիագրագիտությունը մեզ թույլ է տալիս հասկանալ եւ գնահատել բոլոր մեդիա հաղորդագրությունները, որոնք մենք հանդիպում ենք ամեն օր, հնարավորություն տալով մեզ ավելի լավ ընտրություն կատարել այն մասին, թե ինչ ենք ուզում կարդալ, դիտել եւ լսել։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեզ հասանելի է տեղեկատվության հսկայական չափաբաժին։ Վերջին տարիներին հատկապես մեծ տեղ է տրվում ապա տեղեկատվության դեմ պայքարին, կեղծ տեղեկությունները տարբերելուն ու ստուգելուն, ինչն իհարկե մեդիագրագիտության կարևոր մաս է։ Մեր իրականության մեջ կեղծ լուրերը շրջանառվում են աղաղակող վերնագրերով, ինչպիսիք են «Գիտնականները ցնցվեցին, երբ իմացան» կամ «Դուք երբեք չեք հավատա»։ Նման նյութերի հեղինակները ցանկանում են ձեզ ինչ-որ բանում համոզել կամ կասկած սերմանել, այլ ոչ թե տեղեկատվությունը փոխանցել այնպես, ինչպես կա։ Կեղծ տեղեկատվությունը սովորաբար գրվում է պարզեցված լեզվով, կետադրական ու ուղղագրական սխալներով, բայց կան նաև շատ ավելի պրոֆեսիոնալ կեղծիքներ, որոնք սովորական օգտագործողի համար այնքան էլ հեշտ չէ տարբերակել։ Որպեսզի համոզվենք, որ դուք անվտանգ եք օգտագործում տեղեկատվությունները, կարող եք սովորել մեդիագրագիտության որոշ հիմնական հմտություններ եւ սկսել մեդիագրագիտության ձեր ճանապարհորդությունը։ Դիտարկենք մի քանի օգտակար հմտություններ, որոնք կօգնեն ձեզ։ Կասկածելի տեղեկատվության հանդիպելիս մտապահեք հետևյալ հարցերը եւ փորձեք գտնել պատասխանները։ Ով է հեղինակը? Որն է ասելիքը? Ում է ուղղված ասելիքը? Ինչ հնարքներ են օգտագործված? Ինչ նպատակ ունի նյութը? Ամենակարևոր հարցը, որ արժե պարզել, հետևյալն է. մենք գիտենք տարածվող նյութի սկզբնաղբյուրը։ Պետք է հիշել, որ մեդիան բիզնես է եւ կոմերցիոն շահեր ունի։ Մեդիան նաև ազդեցության գործիք է, որի հետևում հաճախ նաև քաղաքական եւ այլ շահեր կան։ Այս հարցերի պատասխանները գտնելը հեշտ չէ, բայց մեդիագրագիտությունը ձևավորվում է փորձով, ժամանակի հետ դառնում սովորություն ու մտածողություն։ Մեզ նոր տիպի գրագիտություն է պետք մեդիականացված աշխարհում ապահով, արդյունավետ, օգտակար ու հետաքրքիր ապրելու համար։ Եղեք գրագետ մեդիա սպառող, զգուշացեք կեղծիքներից, մտածեք մինչև տարածելը, մի թեժացրեք սենսացիան։